Թե Սյունիքում ու թե Տավուշում սահմանին ապրող տեղացիները հաստատում են կրակոցների ձայներ են լսում, ինչ նպատակով են կրակում ադրբեջանցիները բնակիչներին անհայտ է։ Խնածախի բնակիչների վկայությամբ կրակոցների այս ամենօրյա ռեժիմը գրեթե 1 ամիս շարունակվում է։ Ձայներ լսում, կրակոցները կան, ամեն օր կան, 10-20 նկար, նորից 12-ից դրանից հետո չեմ մանում էլ չեմ լսել, բայց կրակոցները ամեն օր կան։ Լինում է, որ մի քիչ թույլ եք լսում, հետո մի քիչ ուժեղանում է, թե նույն ձևի տենց հեռվից լսվող կրակոցներ են։ Դե ճիշտն ասած հիմա այդ կրակոցների վաղ այնքան դուրս չեն գալիս, անը մեջին չեմ կարող կողոլ, այդ կրակոնով է որտեղից է։ Արդեն մարդ վախենում է, որ այդ ժամանակ տնից դուրս գա։ Վարչապետը, որն օրերս Սյունիք էր այցելել, այսօր խորհրդանի ամբիոնից այս կրակոցները բնութագրեց որպես չթիրախավորված։ Հաստատեց, որ վերջին 1 ամսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի են, անգամ ամենօրյա, եւ որ դրանք լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ այս ընթացքում Խնածաղ գյուղում թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նշանալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Գործադիրի ղեկավարը կրկին առաջարկեց Ադրբեջանին ստեղծել սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների համատեղ ամենօրյա գործող մեխանիզմ։ Փաշինյանն այս առաջարկի մասին դեռ 1 տարի առաջ էր խոսել, սակայն Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Երեկոյան պարբերաբար հնչած կրակոցների մասին այսօր խոսում են նաև Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում։ Վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը նույնպես հաստատեց, որ ձայները լսվել են հեռվում իրենց համար անհասկանալի ուղղությամբ։